Տիկին Ալիբեկյան, շնորհակալ եմ, որ եկաք տաղավարած եթերին, քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր գնահատականը եւ այսպես եթե դեմ չեք, սկսենք այս հարցից երեք տեսակ մամուլում հրապարակում եղավ, որ ռուսական ՊՍՊ-ն քննչական ծառայությունը ձերբակալել է անձանց, ովքեր գողացված ադամանդներ են մատակարարել Հայաստան, Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սարգսյանի ընկերությանը։ Այս մասով ձեր գնահատականը հետաքրքիր է, համեցեք։ Դա Ռուսաստանի պատասխան քայլն է Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների այսպես ասած վերջերս կատարվող քայլերին, դա նորմալ է։ Բնական է, որ Ռուսաստանը շատ վաղուց գիտեր առայն, որ Խաչատուր Սարգսյանը գողացած ադամանդներ է բերում Հայաստան, վերամշակում եւ վերավաճառում, դա ընդունված ձև է, երբ որ դու մարդուն հնարավորություն ես տալիս օրենք խախտել, ու այդ մարդուն միշտ պահում ես որպես զսպանակ, հա։ Բնական է, որ Սամվել Կարապետյանը այն ֆիգուրը չի, որի հետ կարելի էր վարվել այդպես։ Կապ չունի մենք ոնց ենք վերաբերվում Սամվել Կարապետյանին, ինչպես են գնահատում հա նրա գործունեությունը, հարցը դա չի, այստեղ ընդհանրապես մասշտաբի մասին է խոսքը գնում, եւ հետեւաբար, երբ որ դու կարեւորագույն ֆիգուրաներից մեկին փակում ես ու փորձում ես ռեյդերական զավթում կատարես նրա ունեցվածքը, խոսքը գնում է հայ էլեկտրացանցերի մասին, ապա դու պետք է պատրաստ լինես հետևանքներին։ Եվ սա այն հետևանքներն էր, որոնք բխեցին Փաշինյանի հերթական ապուշ քայլերից։ Զարմացած չեմ, որ Գրզոն ապօրինի գործունեությամբ է զբաղվում եւ նրա համար նորմալ է գողացած ապրանք առնել, ծախել։ Այստեղ արդեն մենք խոսում ենք ոչ թե բարեխղճության մասին, այլ առհասարակ մարդու բարոյականության վերաբերյալ։ Փողը հոտ չունի եւ հետեւաբար կարելի է ցանկացած ձևով այդ փողը աշխատել ու մեզ բոլորիս խրատներ տալ ոնց է պետք է ապրել եւ առհասարակ կյանքը հիանալի է։ Իհարկե հիանալի է, որ դու հնարավորություն ունես մի պետությունից մի բան գողանաս, հետո վերավաճառես դա։ Շատ նորմալ է, զարմացած չեմ, որ հենց Գրզոնա թաթախված այս գործունեության մեջ մարդ, որի համար բարոյականություն հասկացությունը բացարձակապես օտար ինչ որ տառերի զանգված է, այլ ոչ թե խորը փիլիսոփայական եւ էական բովանդակություն։ Կարող Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող արշավին նաև հետաքրքիր է կապելով սրա հետ Ռուսաստանը այս քայլերով կմկապի, թե դեռ նոր բացահայտումներ սպասեք։ Այնտեղ մենք ծխախոտի գործունեություն ենք հիշում ենք, չէ՞։ Չէ, ծխախոտը դա իհարկե մանր թեմա է, շատ մանր թեմա է։ Նախ գիտեք ինչ եկեք համ աներձակին համեմատենք, ասենք Հայաստանի այսօրվա դրությամբ թիվ 1 չհաշված են ջահելին Նարեկ Եսիմինչյանին, որը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի դրամապանակ, Սարգսյանը հանդիսանում է գրեթե թիվ 1 բիզնեսմենը Հայաստանում եւ հետեւաբար պետք չի համեմատել ու կապ չունի, որ նրանք երկուսն էլ Նիկոլամետ ոչնչություններ են եւ պատրաստ են վաճառել Հայաստանը իրենց սեփական գրպանները լցնելու համար, հարցը դա չի։ Այստեղ կոնկրետ պատասխանքալ եւ Ռուսաստանը ըստ երևույթին ցույց տվեց, որ նա պատրաստ է խորացնել իր այսպես ասած հակահայկական սխալը, որովհետեւ նրանք չեն ընկալում Փաշինյանին որպես Հայաստան, որպես հայ, հա։ Ու տեսնենք հիմա Փաշինյանը ինչ կան, ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին եւ առհասարակ այս վերջերս իրականացվող զարգացումներին, հա, սկսած վեհափառից, արտաքուստ ռեպրեսիաներ, բարևուն իմաստով իր պետության ստատուսներով բացահայտ ասում է ես եմ անում, ես եմ կանոնած, դեռ էլ միջամտեք այդ շուլաններում բախտելած։
դրա մասին խոսացվել է շատ վաղուց, իսկ դա շատ վաղուց եմ կանխատեսել, որ ռեպրեսիաները կներեք խորանալու են եւ գայքեքը ձգվելու են, հենց այդ բառակապակցությունն եմ օգտագործել, ինչին մենք հիմա ականատես ենք, հա, եկեք տեսնենք ում նկատմամբ են կիրառվում այդ բոլոր ռեպրեսիաները։ Հովիկ Աբրամյան, վեհապար, ասում են Ծառուկյանի հետևից են հիմա ընկել, այսինքն չի բացառվում նրա ձերբակալությունը, Սամվել Կարապետյան, կրկին կհիշացնեմ իմ սիրելի Հովհաննես Թումանյանի հեքիաթը, որ այ դու կկու, հիմար կկու, հա, որ գալիս են հատ-հատ ձագերին տանում են 18 թվականին, երբ որ այս ադբրոսները եկան իշխանության, այդ բոլոր թվարկած անձինք միլիոնավոր դոլարներ փոխանցեցին Փաշինյանի ֆոնդ։ Եվ եկեղեցին, Հովիկ Աբրամյանը իր տունը զիջեց, Ծառուկյանը եւ Սամվել Կարապետյանը ամեն տարի հսկայական գումարներ էին փոխանցում եւ այդ փողերը ուր էին գնում անհասկանալի է, որովհետեւ դա ոչ մի ձև չէր ձևակերպում որպես Հայաստանի Հանրապետության բյուջեի մուտք ու այն ժամանակվա իրանց այդ շռայլությունը այն էր, որ ձակիս վերցրա, ինձ հանգիստ թող։ Բայց ինչպես տեսնում ենք, ախորժակները շատանում են, այստեղ մի հատ ուրիշ կարևոր հանգամանք կա, որ մարդու կնիկ Հայաստանի բյուջեն նենց են մսխել ու լափել, որ այս մարդկանց դիմաց հավանաբար, այստեղ ես չեմ պնդում, ես ենթադրում եմ, որովհետև տրամաբանությունը դա է հուշում, որ այս տարի փողը պետք է կրկնապատկվի, եռապատկվի, այս մարդիկ էլ ասեն հոպ։ Դու ունես բյուջե, հայ էլեկտրացանցերը վճարում են իրենց հարկերը, այդ հարկերով դուք պետք է պետություն պահեք, եթե եկեղեցին վճարում է իր հարկերը եւ այլ, հա, եւ Ծառուկյանի ընկերությունն է հարկեր վճարում, այդ հարկերով յոլա գնացեք, էլ ձրի փող չեք ստանալու եւ սկսվում է այս արշավը գործարարների դեմ։ Բայց բացի դրանից մենք կարող ենք եւս մեկ անգամ փաստել, որ երբեք չի կարելի պայմանավորվել կամ ինչ-որ մի ձև շոհեցնել թշնամուն, որովհետև թշնամին երբեք չի բավարարվի ստացածով եւ գնալով ախորժակները ավելի շատանալու են։ Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը թշնամի է, դա ակնհայտ է եւ ոչ մի ապացույցների կարիք չունի։ Երբ որ 18 թվականից դուք լուռումունջ Փաշինյանի իշխանություն էիք պահում փող տալով, այսօր պետք է պատրաստ լինեիք այսօրվա զարգացումներին, որ օր է գալու եւ որ նա փորձելու է խլի այն ամենը, ինչ դուք ունեք եւ ինչից դուք նրան, այսպես ասած, վճարներ էիք կատարում։ Եվ եթե Հովիկ Աբրամյանի պարագայում դա կարող է գործել, մեկ էլ բանը, ինչու՞ չէ, բանը Ռոբերտ Քոչարյանն է, թե հիշենք, որ 200 միլիոն դոլարի բան են ներկայացրել, պահանջ են ներկայացրել։ Կոմպրոմիս նորից հավանական է իր հետ, օրինակ Սամվել Ալեքսանյանի օրինակն մենք ունենք, թե այլ Սամվել Ալեքսանյանի հետ էլ է խնդիրները առաջանում, որովհետև այդ 88-ը, որը վերագրվում է ամենայն հայոց քեռակին Աննային, նրանք հիմա փորձում են Երևան City-ին դուրս մղել շուկայից եւ հասցնել էլ վիճակի, որ Ալեքսանյանների ընտանիքը ստիպված է լինելու կամ վաճառի կամ նվիրի Աննային կամ են Նարեկ Գեսիմինչյանին, մի խոսքով, հա։ Այսինքն դեղ էլ ամեն ինչ այդքան էլ պարզ ու լավ չի, հա։ Այսինքն մարդիկ Հայաստանը սարքել են կոոպերատիվ ու բոլոր գտնվող օբյեկտները, կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն, նրանք փորձում են յուրացնել ակնհայտ ապորինի եւ այլանդակ ձևով, որ ես եմ արել, լավ եմ արել ու էլի կանեմ։ Այն ինչի մասին մենք զգուշացնում ենք տարիներ շարունակ, որ սենց է լինելու։ Ու երբ որ դու
ապահովում ես այդ մարդկանց ֆինանսական բարեկեցությունը անունը դնելով որ օգնում ես Հայաստանին, այս օրը պետք է գար ու այդ օրը եկել է։ Եվ կրկնում եմ, Սամվել Կարապետյանը շատ սխալ ընտրություն էր, որովհետև Սամվել Կարապետյանի մեջքին արդեն կանգնած են ուժեր, որոնց Նիկոլը կարող է չմարսի։ Ու դեպ ասած մենք էլ չենք մարսի, որովհետև այդ Ռուսաստանի կողմից հասցվող հարվածները ոչ միայն Փաշինյանի ընտանիքին է վնաս հասցնում է մեզ հասարակ քաղաքացիներից